ասում է, ով քաղաքական գնահատական է տալիս, Պոլին են պարկասնում, բա դուք խի Պոլին պարկաս չեք ուզում եմ հասկանամ։ Այսենց դուք ձեզ չեն պարկասնի, վստահ եմ, բայց դուք ինչի Պոլին պարկաս չեք ուզում։ Ժամանակի հարց է, 2018 թվականից 7 տարի եւ այլ այդ 7 տարուց մինչեւ պատերազմը դուք մեր հետ եք եղել։ Բա ում հետ եք եղել։ Այն ամենասկզբից էլ մեր հետ չեք եղել, կարելի էր կանխատեսել։ Գիտեք ինչ, ես մի րոպե, ես ուզում եմ անձերից վերանամ, ես ուզում եմ հասկանամ, թե մեր ընդդիմությունը, մեր քաղաքական դաշտը, ասենք ինչ հայրանից ներկայացնում։ Ես երեք մի քանի բան մոռացա ասեմ, հանրապետական ներկայացուցիչ, որը որ խոսում էր բանի մասին, որ վարչապետը մոտենալով ԱՄՆ նախագահին ասել է բարև ձեզ, ներկայացել, ասել հիշում եք ես ինչ մարդն եմ, ուզում հասկանամ ձեր տրամաբանության մեջ եւ դրա մեջ ես ինչ-որ բան էր տեսնում, որով որ փորձում էր նվազեցնել հարգանքի մասը կամ արժեքը իջեցնել, ուզում հասկանալ մի մարդու, որին որ մի անգամ ես տեսել եւ մի մարդու, որը աշխարհի ամենամեծ պետություններից մեկի ղեկավարն է, մի մարդու, որը որ գտնում է մի միջոցառման, որտեղ բազմաթիվ տասնյակ երկրի ղեկավարներ կան, պետք է մոտենաս ասես պրիվետ Ռոբ, պետք է ասես պրիվետ Սերժ, պրիվետ, չգիտեմ, Տրամփ, ուզում հասկանամ այդ ինչ խոսալու բան է, թե ձեր չափանիշները, որ Նալբանդյանի թշիկներից քաշքշում էին դա է, կամ որ Նալբանդյանը մի հատ թղթի կտոր վեկալած մտել էր ժողովրդի մեջ, փորձում էր Էրդողանին մոտիկ գնար այդ թուղթը փոխանցեր ու նույնիսկ չգիտեին, այսինքն այդ ինչ ձևեր է, այդ ինչ խոսալու բան է, այդ ինչի մասին է խոսքը, բայց վերադառնանք քաղ բանտարկյալ ասացին, Տիկին Էլինարը եկել է մի մարդու ցուցակով ազգային ժողով, որի իշխանավորման ժամանակահատվածում միջազգային կառույցները թմկահարում էին քաղ բանտարկյալների առկայության մասին Հայաստանի Հանրապետությունում, որի իշխանության ժամանակ Երևանի կենտրոնում մարդիկ են գնդակահարվել, որի իշխանավորման ժամանակ ընտրություններ են կեղծվել, օպերացիա կալցոները եւ այլը, բայց ամեն ինչ պետք է չափ ու սահման ունենա, չէ՞։ Այսինքն չի կարելի այնպես բաներից խոսալ, որ ասենք դու դրա մեջ ես։ Դա, չգիտեմ, ամոթ բառը մի քիչ երևի տեղին չի։ Այդ իմպիչմենտը վերջի իմացանք ինչի համար է։ Այդ մարդուն բերել էին, գիտեին, որ վերքերական գործ կա, հեսա վճիռա լինելու, մենք էլ զարմանում, ասում ենք, սա հանրապետականի մեջ, ստեղ իրանց հոգին տվող մարդիկ կան, բախի այդ մարդուն բերեցին իմպիչմենտ, այդ ինչ իմպիչմենտ էր, ակնհայտ է, որ, չգիտեմ, ստեղից էլ չեմ ասում, նույնիսկ պարոն Աղազարյան եւ պարոն Ասլանյանը չէին ստորագրելու մեծ հաշվով, ես դրա մեջ վստահ եմ, էլի, իմանալով այնուամենայնիվ այս մարդկանց անցած ճանապարհը, այնուամենայնիվ ես վստահ եի, որ չէին ստորագրել, այդ ինչ օպերացիա են անում, օպերացիան հետեւյալն է, որ վարչապետի թեկնածուին 6 ասենք մարդկանց ժողովրդին գժի տեղ մի դրեք, էլի ներողություն եմ խնդրում, էլի դրա համար էլ չեք ընտրվում, դրա համար էլ ձայն չեք հավաքում, այդ օպերացիա իմպիչմենտները, այդ չգիտեմ ինչ բառ ասեմ, ասենք ամոթ է, էլի դուք ապացուցել եք երկու խմբակցությունով, որ երբ որ դուք պետական լծակ չեք ունենում, դուք 0 OGG ունեք, որովհետև պետական լծակի պարագայում դուք կարողանում եք ինչ-որ դիմադրեք, այն որ մեկ ասում է, վաղը մյուս օր ընդդիմություն եք դառնա, դուք մի մտածեք, մենք ընդդիմություն ենք եղել, ընդդիմության մեջ ենք ծնվել, տապալել ենք ձեզ բոլորիդ, ձեր պետական ռեսուրսներով, հեռուստաալիքներով, ԱԱԾ-ներով, մնացած ոստիկանական զորքերով, մարդկանց վրա կրակելով, մարդկանց բանտեր նետելով, տապալել ենք ձեզ, այ բոլորիդ այսենց, ու հաջորդ ընտրություններից հետո ձեր քանակը տենց, ես ասել եմ, դուք վերացող տեսակ եք, ձեր քանակը տենց գնալով փոքրանալու է, վերանալու է այս ամեն ինչը։ Եվ վերջում, ես ուզում եմ մասնակցել եմ բանավեճին, որը այնուամենայնիվ կա Ռոբերտ Քոչարյանի գործընկերների եւ Սերժ Սարգսյանի գործընկերների միջև, որպես մարդ, որը որ հեղափոխություն է արել, մեկը որ եղել է այդ հեղափոխության մեջ։ Այո, դուք Սերժ Սարգսյանին չօգնեցիք, դուք պետք է սատար կանգնեիք եւ Սերժ Սարգսյանին չպաշտպանեցիք, ոչ Ռոբերտ Քոչարյանի թիմը, ոչ Դաշնակցությունը, նույնիսկ Հանրապետական կուսակցության որոշ տարեր
Սերժ Սարգսյանին այդ օրերին ես որպես հակառակորդ եմ դա ասում, չպաշտպանեցիք, որովհետև Ռոբերտ Քոչարյանը ուզում էր պատժեր Սերժ Սարգսյանին, ցույց տալով, որ ինքը այդքան չկա, ինչքան որ ինքը եւ պետքա կախվածության մեջ լինի, որոշ հանրապետականներ մտածում էին, որ արանքը կարող են ճղել եւ այդ շարժման շնորհիվ իրենք դառնան նոր վարչապետ, իսկ մնացածը ուղղակի նոր հնարավորություններ էին տեսնում իրենց բանի համար։ Ես ուզում եմ վերջ դնենք այդ բանը, վերջ դրեք այդ բանավեճին։ Այո, Ռոբերտ Քոչարյանը, հայ հեղափոխական դաշնակցությունը եւ հանրապետական կուսակցության որոշ տարեր, որոնց անունը Սերժ Սարգսյանը լավ գիտի, ամեն ինչ արեցին եւ աջակցեցին հեղափոխությանը։ Դա փաստ է։ Դա մեծագույն փաստ է, մի ժպտացեք, նենց որ այդ բանավեճը փակեք, որովհետև իմ համար, իմ թիմակիցների համար, Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար դուք նույնն եք, նույն իշխանության ներկայացուցիչն եք, որոնք որ մարդ հասպանում, մարդկանց է, հա, լսեք, ասում է քաղաքական հետապնդում, լավ հիշեցի, Տիկին Էլինարը Վարդանը, Տիկին Էլինարի քուրը արդեն քանի տարի, արդեն 5 տարի աշխատում է ազգային ժողովում։ Բա ինչի չենք բանարը։ Լսեք, եթե ձեր մոտ ձեր լեզվամտածելակերպը, ձեր ընկալումը, որ քաղաքական հետապնդումը լինում է այտենց սելեկտիվ, այտենց ինչ-որ բանով, իրականության մեջ դա տենց չի, իրականության մեջ դա, Տիկին Գրիգորյան, դուք մի խոսացեք, ես ամեն անգամ, երբ որ դուք ելույթ եք ունենում, ես երդվում եմ ձեզ, ես ինձ զսպում եմ, որ ձեզ չասեմ այն ամենը, ինչ որ ես ուզում եմ այստեղից ասեմ, ժամանակը կգաք ասեմ, վերջում, ամենաքաղցր, ամենալավ կտորը միշտ վերջում է լինելու, հատուկ ձեր համար։ Կսպասեք, շատ երկար կսպասեք, շնորհակալություն հարգելի գործընկ։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։